645 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության 7.8%-ը 2025 թվականին բախվել է սովի։ Թեև ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նվազել է, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության թարմ զեկույցը փաստում է, աշխարհում պարենային ճգնաժամը հեռու է հանգուցալուծվելուց։ Ասիայում եւ Լատինական Ամերիկայում իրավիճակը կայուն բարելավում է, իսկ Աֆրիկայում սովի բազմամյա աճը վերջապես կանգ է առել։ Սակայն առաջին անգամ պատմության մեջ Աֆրիկան դարձել է ամենաշատ սովյալներ ունեցող տարածաշրջանը։ Այնտեղ սովի է մատնված 309 միլիոն մարդ, Ասիայում 292 միլիոն, իսկ Լատինական Ամերիկայում 32 միլիոն։ Միևնույն ժամանակ 2025 թվականին մոտավորապես 2.1 միլիարդ մարդ աշխարհի բնակչության 25.8%-ը ունեին միջին կամ ծանր սննդային անապահովություն, ինչը նվազում է 2020 թվականի 28.7%-ի համեմատ։ That after the peak of global hunger in 2022 թվականին համավարակից հետո գրանցված պիկից ի վեր սովի ցուցանիշները շարունակում են նվազել։ Առաջընթացը ցավոք բավարար արագ չէ, հատկապես եթե մինչև 2030 թվականը նպատակ ունենք սովը լիովին արմատախիլ անել։ Իսկ 2030 թվականը սարերի հետևում չէ եւ արդեն պարզ է, որ մենք չենք հասցնի վերացնել սովը։ Կաֆիերոյի խոսքով մեծահասակին օրական անհրաժեշտ է առնվազն 2300-ից 2500 կալորիա։ Այս թվից պակաս սպառումը դասակարգում են որպես սով։ Ցուցանիշների նվազման ընդհանուր միտումին հակազդում է Աֆրիկայում բնակչության ցուցանիշների արագ աճը, որին պարենային համակարգերը պարզապես չեն հասցնում ադապտացվել։ Իրավիճակն ավելի է բարդանում գլոբալ աշխարհաքաղաքական շոկերի ֆոնին։ Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո էական խզումներ սկսեցին առաջանալ գլոբալ մատակարարման այդ թվում նաև հենց պարենային անվտանգության խնդիրները բավականին սրվեցին, հաշվի առնելով, որ չնայած աշխարհում արտադրություն տեղի է ունենում, բայց գլոբալ տնտեսությունը սկսում է հատվածավորվել եւ միշտ չի, որ հնարավոր է այդ մատակարարումները իրականացնել։ Այսինքն այստեղ ավելի շատ սկսեց գերիշխել այն մոտեցումը, որ երկրները պետք է իրենց արդյունաբերական քաղաքականություններով կարողանան ապահովել իրենց պարենային անվտանգությունը կամ դիվերսիֆիկացնել ներմուծման ուղիները, այնպես որ մեծ կախվածություն չունենան։ Հայաստանն արձանագրում է պարենային անվտանգության եւ սովի համաշխարհային միջինից զգալիորեն ցածր ցուցանիշներ, ընդգծում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչը։ Մեր երկրում 2.5%-ից ցածր է սովի ցուցանիշը գնահատվում։ to the world and even to the region. Աշխարհի եւ նույնիսկ տարածաշրջանի համեմատությամբ Հայաստանն ունի լավագույն պատկերներից մեկը, բայց սա չի նշանակում, թե ամեն ինչ կատարյալ է։ Նոր ցուցանիշներով առողջ սննդակարգի հասանելիությամբ, այսինքն թե բնակչության որ տոկոսն է ի վիճակի իրեն թույլ տալ առողջ սնունդ, Հայաստանը դեռ բարելավման տեղ ունի։ Սննդարար ուտելիքը բավականին թանկ է եւ բնակչության մի որոշակի հատված չի կարողանում կանոնավոր առողջ սնվել։ Սննդի ավելի լավ բաշխումը եւ լոգիստիկ ծախսերի կրճատումը կարող են թարմ մրգերը, բանջարեղենն ու միսն ավելի հասանելի դարձնել ամբողջ բնակչության համար։ Ըստ զեկույցի Հայաստանում բնակչության շուրջ 44%-ը դեռևս ի վիճակի չէ ձեռք բերել առողջ սննդակարգին համապատասխան սնունդ։ 2017-ին այդ ցուցանիշը 51.4% էր։ Փորձագետները նվազման միտումը բացատրում են եկամուտների անհամաչափ աճով։ Մայրաքաղաքի համեմատ մարզերում եկամուտների աճը դանդաղ է, իսկ տնտեսական ակտիվությունը կենտրոնացած է սահմանափակ ոլորտներում։ Ապագայի համար լուրջ մարտահրավեր է մնում ներմուծման այլընտրանքներ գտնելը։ Հայաստանի ներմուծումը եւ մատակարարման շղթաները գերկենտրոնացված են եւ հնարավոր խաթարումը կարող է էական ռիսկեր առաջացնել։ Այսինքն, եթե օրինակ Աֆրիկայում հիմնական խնդիրը եկամուտների մակարդակն է եւ խիստ անհավասարություն բնակչության մեջ եւ որոշակի բնակչության շերտերում անբավարար եկամտի մակարդակը, ապա Հայաստանի դեպքում նման քննարկումը ավելի շատ հանգում է մատակարարման շղթաներին եւ միանգամից այդ մատակարարման շղթաների խափանման դեպքում դրանք դիվերսիֆիկացնելու դժվարություններ։ Իհարկե դժվար է գնահատել որքան են այդ ռիսկերը մատակարարման շղթաների կտրուկ խափանումների, բայց ամեն դեպքում եկամուտների մակարդակի կոմպոնենտը մինչև հիմա թույլ է տվել ապահովել այդ կենսապայմանների էական բարելավում եւ օրինակ այդ սովի ցուցանիշի կտրուկ նվազում։ Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը աշխարհում դեռ ավելի քան 500 միլիոն մարդ կբախվի սովի եւ նրանց մեծ մասը Աֆրիկայում։ ՄԱԿ-ում հույս ունեն, որ այն ինչ չի հաջողվի անել մինչև 2030 թվականը, կհաջողվի մինչև 2050-ը։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։